Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինա այդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ ես ես համար նախապատրաստել եմ շատ հետաքրքիր թողարկում, հաճելի հյուրեր, դեմքեր եւ իհարկե նորություններ անել էքսկլյուզիվ տարբերակով։ Բայց այս պայն ֆորմատը չեմ խախտում շնորհավոր մորվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում, Աստծո օրհնությամբ եւ 21 TV ու Ակոպովնայի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ ասեմ, որ րոպեներանց տաղավարում դիմավորել եմ իմ շատ սպասված ընկերներին։ Դխրությանը ասում եմ գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը բարի ամենա։ Արի սիրեն քեզ կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկանը, վերջին վարկանի պես։ Արի սիրեն քեզ կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկանը, վերջին վարկանի պես։ Սրտի մեջ հուշեր, սերը վերում է մոտ, կյանքը իմ արևոտ, տխրությանը ասում են գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը բարի ամենա։ Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Զինա այդ նախագիծը տոնական թողարկումներ են ինձ մոտ, ես որոշել եմ ինձ մոտ տաղավարում հրավիրել հայտնի դեմքերի, ովքեր որ կրթում եւ դաստիարակում են նոր սերունդ, հայտնի են դարձնում կամ արդեն իրենց զավակներն են հայտնիներ։ Մի խոսքով, այս թեման դեռ շրջանառվելու է ինձ մոտ մի քանի օր շարունակ, բայց այս պայն ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալել եմ Ծովինար Հարությունյանի Զանգակ երգի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ալվինա Համբարձումյանին, իսկ նրան ուղեկցում եմ տաղանդավոր ընկերը, վոկալի մասնագետ երգիչ հաղորդավար Վիգեն Ահարոնյանը։ Բարի օր։ Բարի օր, բարի օր։ Քան եմ երկար սպասել ես ձեզ Վիգեն ջան։ Իրականում ես էլ եմ սպասել շատ երկար ու շատ ուրախ եմ, որ վերջապես կայացավ մեր հանդիպումը այս լուսավոր ու շատ լավ տաղավարում, ես էլ օգտվեմ
Այո։ Առիթից ու միանգամից շնորհավորեմ, գիտեմ ֆորմատը, շնորհավորեմ մեր այսօրվա Տեսախցիկը, այո։ բոլոր հոբելյարներին, մաղթեմ, որպեսզի ամենակարևորը բոլորս միասին ապրենք խաղաղ երկնքի ներքո։ Ապրես։ Բայց ներողություն եմ խնդրում, ես ում առաջին շփվել Ալվինայի հետ։ Սիրով Մեծապես։ հավեցեք։ Ծովինար Հարությունյանի վոկալի ստուդիա ոնց հասկացա։ Զանգակ վոկալ ստուդիա։ Զանգակ։ Ունի նախապատմություն։ Խնդրեմ։ Զանգակ երգի ստուդիան հիմնադրվել է 1995 թվականին։ Օ։ Անցած դարում։ Հետո։ Հիմնադրել է մայրս Ծովինար Հարությունյանը, ով իր ամբողջ եռանդը ավյուն ներդրել էր այս խմբի մեջ ու 2020 թվականին հավերժի ճամփորդ դարձավ մայրս, բայց այնքան արած դրած ուներ, որ որոշեցինք ես եւ ամուսինս, այս դեպքում որտեղ Վիգենը ժամանակ ուղակի բարեկամ էր, հեսա կպատմենք ինչպես հայտնվեց մեր խմբում, Ահա։ որ իր գործը կիսատ պետք է չմնա ու մենք պետք է շարունակենք։ 2020 թվականից խմբով զբաղվում ենք մենք, բայց իր դրված ավանդույթներով, իր դրված հիմքով եւ փորձում ենք խումբը պահել այն սանդղակին, որ նա մեզ փոխանցել էր։ Իդեպ խումբը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, միանգամից սա ուզում եմ ասել, թե ինչ մակարդակի էր հասել, ընդհուպ մինչև նոր ալիք երգի մրցույթի Մոսկովի ամփուլերին, ինչպես նաեւ Եվրատեսիլի Հայաստանի ամփուլերին, այն ժամանակ կհիշես։ Նախընտրական էր եւ մասնակցում էին Հայաստանի լավագույն խմբերը, այո։ Հետո։ Լավ կլինի հիմա էլ այդպիսի բաներին, որովհետեւ շատ տաղանդավոր երեխաներ ունենք, ովքեր պետք է կայանան ու պետք է Երևան։ Որտեղ է ընդհանրապես Զանգակ ստուդիան։ Էջմիածին քաղաքում հիմնադրվել է ֆիքսեք։ Էջմիածին քաղաքում, այո, մշակութային մեր, ես Այո։ միշտ ասում եմ մայրաքաղաք, ինչքան էլ Գյումրին նեղանում է։ Դե հայրաքաղաք։ Վիգենի հետ, Վիգենի մորս Ծովինարի ու իմ ընկերությունը էլի տարիների պատմություն ունի, դեռ պատանյակ ենք ու միշտ կատակով ասում ենք մենք իրար sense չշպարված, վատ վիճակով, այսպես տեսել ենք։ Վիգենի հետ հաղորդավար զույգ էինք, ժամանակին այդպիսի բաներ ենք անում, ինքը իհարկե շարունակում ես մնացել եմ այսպես արդեն մամա կարգավիճակով եւ երբ որ մեր վոկալի մասնագետով մորս աշակերտուհին էր արդեն ֆիզ արձակուրդ գնաց, խումբը պետք է հանձնեինք այնպիսի մի մարդու, ով մի level ավելի կբարձրացներ խումբը։ Ես ուզում եի ոչ թե նույն մակարդակի մնար, այլ ավելի բարձրանար ու Վիգենին որպես այսպես ցանցանգել եմ Վիգում խորտ կտաս, դու գիտես թե ոնց էր մաման այս խմբին վերաբերում եւ այլն, ու ես այսպես տողատակով տանում եմ, որ Վիգեն դու համաձայն բայց այսպես չեմ ասում, էլի գիտեմ ուղիղ չեմ ասում, իմանալով իր զբաղվածությունը, իմանալով իր ռեժիմը, ասեց կմտածեմ, այդտեղ սկսեց մի քիչ կոտրվեցի։ Դե ոչի մեջ է դա։ Մի քիչ կոտրվեց, ասես լավ, եթե անգամ մտածում ենք, լավ ինչ որ մեկին խորհուրդ կտա։ Ու Վիգենը զանգեց, ասեց, «Դավա ես լինեմ»։ Ինչ հաճելի է։ Լուրջ, մենք շատ ուրախացանք մեր ընտանիքով, որովհետև Վիգենին հանձնում ենք մամայիս տարիների երիտասարդություն, այսպես ասեմ, որովհետև ինքը իր ամբողջ կյանքը, մենք 4 երեխա ենք մամայիս զավակներով, ու միշտ կատակում ենք, որ ինքը իր խմբի երեխաներին ավելի չեն կատակում, իրական ճիշտ ենք ասում, ավելի շատ էր սիրում, քան մեզ, ու մեծ կադրեր է տվել, որովհետև հիմքը լավ ա եղել, այս պահին արդեն Վիգենն է զբաղվում, ու արդյունքը տեսնում ենք։ Դե հա, այնքանով ենք տեսնում, որ ես ամեն բան արեցի, ամիսներ շարունակ, դեռ նոր տարուց առաջ, ուզում էի, որ այդ երեխաները ինձ մոտ տաղավարում լինեին, ասեցի դե լավ, զբաղված են, հիմա ենք արդեն վաստակավոր պապանյա է, այդ թեմայի մասին էլ մենք կզրուցենք։ Վիկ, մի հարց, ճիշտ է, ես ոչ մի ձև չեմ կարողam քեզ պատկերացնել որպես դասատու, հա, վոկալի մասնագետ, այդ պետք է ռեալ տեսնեմ ինչ որ րոպեներ անց կլինի, եւ հիմա փաստով դու ինչքան ժամանակ է որ ստուդիայում դասավանդում ես։ Կարծեմ 2 տարի։ 2 տարի։ Հա։ Շուտով կլրանա 2 տարի։ Զանգակը ինձ համար նորություն չէր իրականում, որովհետև Ծովինարի դասերին տասնյակ տարիներ առաջվա բան եմ ասում։ Ես միշտ մասնակցում էի, միշտ գնում էի, անգամ մաստեր կլասներ ենք ունեցել։ Հենց արդեն ընկեր Ծովիկի հետ միասին։ Այսինքն Ծովիկի կենթանության օրոք, երբ որ դասը անցկացնում էր, Ծովիկը ոչ մեկի չէր վստահում իր խումբը։ Շատ, հա, շատ, այսպես Իրանն է, ուրեմն ամենալավն է, այդ իմն է, ու ուրիշ ձև էր պաշտպանում։ Անգամ ծնողներից ավել էր, այսինքն ինչ որ միտեղ որ գնում էինք, մրցույթա, ժյուրի եւ այլն, չէ, Ծովինարը ուրիշ կերպ էր ընդունում այդ երեխեքին ու բոլորին, այսինքն ինքը մեծ պաշտպանողական բան ուներ, սպայն Վիգենն է դա ունի։ Հա, կա այնց ինչ որ մի բան, երևի մանկավարժական ինչ որ բան է դա։
Համաձայն եմ։ Մի հարցել։ Հիմա մեզ դիտում են շատ հեռուստադիտողներ, հա։ Դե ճիշտ է, այս սեզոնին շատերը գնում են արձակուրդ, կա հատուկ ինչ-որ թեմաներ։ Ես ուզում հասկանալ, նախ տարիքային սահմանափակում եւ ինչ նախապայմաններ է պետք ստուդիայում ընդգրկվելու համար, հա։ Տարիքային սահմանափակում 5 տարեկանից 4 տարեկանից միջև Հա։ արդեն Դրանց մեծ 4 տարեկանից մինչև 100 տարեկան երեխաներին մենք ընդունում ենք։ Եվ հիմա ամենամեծը ձեզ մոտ։ Ամենամեծը 21 այս պահին 21 ու բավական հայտնի մրցույթի են մասն այո Վիգեն ջան հասկացա կրթում դաստիարակ իրականում ասեմ որ զանգակում հայտնվելը ինձ համար շատ կարևոր ու հատկանշական դարձավ նաև ինչ առումով ես եկա արդեն զանգակի երգի վոկալի մասնագետ արդեն դասավանդեցի եւ ընդամենը մի քանի ամիս հետո ամուսնացա այսինքն հայերեն ասած դու սիրում ես տենց բաներ խերով էր այո հավատում ես տենց բաներ ես հավատում եմ Զինա ում հետ հորաքրոջս աղջիկա այդ տենց են բարեկամած համրապնդելու համար ամեն ինչ այո եւ ես ասացի որ միջով կյանքի վերջ պարտավոր է զանգակին տանել որովհետեւ դու բարեկամ ես այլ կերպ չի կարող հաճելի գերի է այդ ստարբերակով Կովկասի գերի չէ հաճելի գերին է Շատ լավ եւս մեկ հարց ասեմ որ ես ես համար նախապատրաստել եմ հատուկ նվեր անակնկալ քանի որ մեզ մոտ տենց մի քանի օր ուզում եմ շարունակ լինի նաեւ երեխաների թեման բայց այս բոլոր այդ մեկտեղ նաեւ ասեմ որ որոշել եմ էքսկլյուզիվ ցուցադրել այն լուսավորին որ վերջի ժամանակատվածում մի հատ այդ ինչ տարազով ֆոտոշութ ուներ, չգիտեմ ում միտքն էր, այդ արդեն էական չէ, բայց ինչի է ինձ թվում, որ ինքը ոնց որ պապայի կողմն է գնալու։ Չեմ կարա ես ասեմ, Բայց ցանկալի է թե չէ։ Ցանկալի է այն ինչ որ ինքը ընտրի, ինքը սիրի, ինքը ցանկանա։ Ինչ որ մի քանի տարի հետո ես նորից եթերում եմ լինում Վիգեն իր որդու հետ գալիս ասում Ձինջան կներես, բայց մենք ընտրեցինք ըմբշամարտը ընդհանրապես ոչի բանի հետ կապ Իմ ջարոց այդ ավելի մոտ է։ Ասեմ Շատ լավ։ Իսկ այս բան ես այսքան խոսել այդ մեկտեղ առաջարկում եմ մի շոտ սիրուն կատարում, դեռ մի քանի կատարումներ եմ ներկայացնելու, որ հետո վերադառնալու ենք տաղավար։ Stam dam 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 dum, para dum dum dum.
Ծանրագույն սիրով ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել, ասեմ, որ ավելացում ունեմ, անել սենց ասեմ, ծանրակշիռ մի երիտասարդ է ինձ մոտ տաղավարում, Հրանտոն է մեզ միացել, իսկ ինքը արդեն մեր Վիգենի եւ Լիանայի առաջին մեծագույն այս ծանրակշիռ ստեղծագործությունն է։ Հրանտո Հրանտ բարևի։ Մորակրոջն ա տեսել։ Ողջույն իմ տղա։ Իդեպ ասեմ էքսկլյուզիվ մենք ենք ցուցադրում Վիգենի Զավակին եւ ես ասեմ, որ հիացած եմ, ես չէի պատկերացնում, որ դու կարոս տենց ամբողջը թողես ու զբաղվես Հրանտով։ Դե կարծում եմ այդ նորմալ է, այդ լավ չէ, այդ նորմալ է, այդպես պիտի լինի, հա։ Իսկ մենք անհանգիստ ենք շատ։ Սենց մոտավորապես։ Շատ լավ է, ոնց է։ Աշխուժ ենք ավելի շուտ, քան անհանգիստ։ Հա։ Ուղղակի շատ շարժուն, հիպերակտիվ։ Ինչքան է մեր տղեն Վիգ։ Մենք վաղը դառնում ենք 10 ամսեկան։ Ընտիր, այսինքն ընդամենը մի քանի ամիս եւ մենք տոնում ենք 1 ամյակը։ Այո։ Ուզում եմ հասկանալ, դու հիմա բարձը վերցնում ես տանիքում քնում ես, թե նորմալ քնում ա գիշերները ոնց է։ Գիշերները շատ հանգիստ է քնում իրականում ու ես երազում եմ երբ գործից գամ ինքը գոնե արթուն լինի, որ հասցնեմ մի քիչ սիրեմ նոր։ Իսկ դեմքին ֆիքսելով հույսով հեռուստատիտողն եք հասկանան, ինձ թվում է ինքը ոչ թե պապայի կողմնա քաշելու կամ ըմշամարտ այդ թեմաներ, ինձ թվում է ինքը լինելու է հանրապետության ապագա դատախազը։ Ես տենց եմ պատկերացնում դեմքից թշերից ունքերը, լրջությունը, այդ ժամանակ գոնե մենք էլ կունենանք ծանոթ այդ բնագավառում, հույսով եմ շատ մեծ չենք լինի։ Բայց մի հարց էլ տամ ու անցնենք բուն թեմային։ Վիկը իսկ եղել է, հասկացել ես խանդի տեսարան, թե մաման, չէ ես, ոնց է մոտը, իսկ մենք արդեն ունի բնավորության գծեր։ Հա, նշմարվում է իրականում բնավորության իր գծերը, խանդ չունի, ուղղակի ավելի շատ կապնված կարա լինի, դե բնականաբար։ Դեռ կաթիկ ենք ուտում, բնականը մամայի հետ կապված է, բայց իհարկե Միջև են պահնակապված Միջև պապան տունա գալի Պապան տունա գալիս, հենց գալիս եմ ես տուն, արդեն վերջ, մենք սկսում ենք մի քիչ լկստվել Հա, իսկ խաղեր, արդեն նախասիրություն, տենց բաներ կա Անպայման խաղում ենք, խաղեր, ամեն ինչ որ կարելի է երեխային, անկախ տարիքի, շատ չի կարելիներ, դեռ շուտ է Անգամ եթե չի կարելի է լինում է, պետք է բժշկի հետ խորհրդակցենք նոր։ Իսկ ես առաջինն էի, որ ներկայացրեցի այն թեման եթերում շնորհավորելով Վիգենին ամուսնության կապակցությամբ այն անհատն եմ բնականաբար հաղորդավորում, որ էքսկլյուզիվ ցուցադրում եմ մեր տղուն, իդեպ ասեմ, որ ես վստահ եմ մյուս տարի այսօրը, եթե ես լինեմ եթերում, ինքը ինձ մոտ տաղավարում այլ տարբերակով է արդեն լինելու։ Իսկ մենք համոզված ենք, որ լինելու է եթերում, ոչ թե մյուս տարի, այլ դեռ տարիներ շարունակ։ Շատ լավ, իսկ մենք ունենք նախապատրաստած համարներ։ Այո, զանգակցիները։ Այո։ Այսինքն այսօր դատարկաձեռն չեն եկել։ Այո։ Եկել են շատ գեղեցիկ ելույթներով, որպեսզի նվիրեն բոլոր նրանց, ովքեր հետևում են քեզ, քո հաղորդումը։ Ես ասեմ, որ շատ սիրում են քո հաղորդումը, ես իրականում չգիտեի։ Ես անկեղծ ասում եմ, ես չգիտեի։ Այո, որտեղից իմացար, Վիգեն։ Որ ասեցին, հա, այսպես կողքից չար լեզուները ասեցին ու իրականում ես դրա համար դու կարծում եմ գոնե գիտես, որ ով դու գիտես, որ ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։ Իսկ ես ասում եմ, մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև տաղանդավորները րոպեներանց հատուկ ձեզ համար ունեն կատարումներ։
Այսքանից հետո մեծագույն սիրով ասեմ, որ այսպիսի թողարկում են այն էլ էքսկլյուզիվ ու սենց անհոգ տարբերակով լինելու ինձ մոտ դեռ շատ։ Հրանտ ասենք հաջողություն։ Հա իմ տղեն։ Դե ինչ, մենք հանդիպենք 21 TV եթերում։ Una mattina